Կառավարությունը 570 միլիոն դրամ կհատկացնի շաքարային դիաբետ ունեցող 10-ից 18 տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգներ դնելու համար։ Նոր համակարգը թույլ կտա կանխատեսել շոկերը, ապահովել ինսուլինի ճիշտ դեղաչափեր։ Նախկինում 0-ից 9 տարեկան երեխաների համար նման համակարգի ներդրմանը հատկացվել էր 181 միլիոն դրամ։ Նոր սարքերը կնվազեցնեն երեխաների համար հոգեբանական եւ կազմակերպչական դժվարությունները, այլևս անհրաժեշտ չի լինի օրական մի քանի անգամ մատը ծակել արյան գլյուկոզայի չափման համար։ Հայաստանում խաղողի մթերումը ավարտական փուլում է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով այս տարվա ընթացքում արդեն մթերվել է մոտ 211,000 տոննա խաղող։ Անցած տարի մթերման ծավալը կազմել էր 164,200 տոննա։ Նախարարի տեղեկացմամբ մթերվել են գրեթե բոլոր սորտերը, միայն փոքր քանակությամբ արենի եւ սեղանի սորտեր են մնացել։ Դրանք եւս մոտ օրերս կմթերվեն։ 2025-ի օգոստոսին Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 6 տրիլիոն 842 միլիարդ 445 միլիոն դրամ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 933 միլիոն 464 հազար դրամով կամ 15.8%-ով։ Ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1 տրիլիոն 553 միլիարդ 946 միլիոն դրամ։ Ռեզիդենտներինը 5 տրիլիոն 280 8 միլիարդ 499 միլիոն դրամ։ Ավանդների 34.5%-ը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 11 միլիոն 308 հազար դրամ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ 2 ֆիզիկական անձանց չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին։ Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3 կիլոմետր երկարությամբ ճանապարհի շինարարությունն ավարտական փուլում է։ Վերացվել է սոխանքային վտանգը, ճանապարհի 2 կիլոմետր երկարությամբ տեղամասում նույնպես տեղադրվել է ասֆալտ-բետոնե ծածկ։ Ճանապարհն ամբողջ երկարությամբ ասֆալտապատվել է։ Հարավային Կորեան սկսել է կրճատել ռուսական ջերմային ածուխի ներմուծումը նախընտրելով Կոլումբիայից մատակարարումներ։ Պատճառը Կոլումբիայի ածուխի ավելի ցածր գներն ու պատժամիջոցների հետ կապված ռիսկերի բացակայությունն են։ Սեպտեմբերին ռուսական ածուխի արտահանումը Հարավային Կորեան նվազել է 14%-ով օգոստոսի համեմատ, հասնելով 2.7 միլիոն տոննայի։ Օգոստոսին Սաուդյան Արաբիայում աճել են նավթի արդյունահանման եւ արտահանման ծավալները։ Արտահանման ծավալը կազմել է օրական 6 միլիարդ 407 միլիոն բարել, նախորդ ամսվա 5 միլիարդ 994 միլիոնի փոխարեն։ Տարեկան կտրվածքով աճը կազմել է 13%։ Արտադրության ծավալը նույնպես բարձրացել է, հասնելով օրական 9 միլիարդ 722 միլիոն բարելի, հուլիսի 9 միլիարդ 201 միլիոնի փոխարեն։ Տարեկան աճը 8.1% է։ Տեսլայի մաքուր շահույթը 2025-ի երրորդ եռամսյակում նվազել է 37%-ով։ Հուլիս-սեպտեմբեր ամիսներին մաքուր շահույթը կազմել է 1.37 միլիարդ դոլար կամ 0.39 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով։ Ընդհանուր շահութաբերությունը կազմել է 18%, նախորդ տարվա 19.8%-ի եւ երկրորդ եռամսյակի 17.2%-ի դիմաց։ Լոնդոնում անշարժ գույքի գները 2025-ի օգոստոսին նվազել են 0.3%-ով համեմատած նախորդ տարվա նույն ամսվա հետ։ Լոնդոնում տան միջին արժեքը կազմում է 566,000 ֆունտ ստերլինգ։ Միևնույն ժամանակ բնակարանների վարձակալության արժեքը Մեծ Բրիտանիայում սեպտեմբերին աճել է 5.5%-ով տարեկան հաշվարկով։ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների Ռոսնեֆտի եւ Լուկոյլի դեմ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, այս քայլը ուղղված է Ուկրաինայի դեմ պատերազմը արագ ավարտելուն, իսկ Վաշինգտոնում վստահ են, Կրեմլի ֆինանսական հոսքերը պետք է դադարեն։ Մենք չեղարկեցինք հանդիպումը նախագահ Պուտինի հետ, ինձ համար դա պարզապես ճիշտ չէր թվում։
Կարծում եմ մենք չէինք ունենալու ակնկալվող արդյունքը։ Այդ պատճառով ես չեղարկեցի այն, սակայն մենք կհանդիպենք ապագայում։ Անկեղծ ասած, ամեն անգամ երբ խոսում եմ Վլադիմիրի հետ, մենք լավ զրույց ենք ունենում, սակայն դրանք որևէ արդյունքի չեն տանում։ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները ակնարկում են նման որոշման պատճառը ռուս-ուկրաինական հակամարտությունն է։ Ժամանակն է դադարեցնել սպանությունները եւ անհապաղ դադարեցնել կրակը։ Հաշվի առնելով, որ նախագահ Պուտինը հրաժարվում է դադարեցնել այս անիմաստ պատերազմը, ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ, որոնք ֆինանսավորում են Կրեմլին։ Մոսկվան արագ արձագանքեց։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ այս պատժամիջոցները չեն կարող վնասել Ռուսաստանի տնտեսությանը։ Մեր երկիրը զարգացրել է ամուր իմունիտետ արևմտյան սահմանափակումների նկատմամբ եւ կշարունակի վստահորեն զարգացնել իր տնտեսական եւ էներգետիկ ներուժը։ Ըստ Կրեմլի, պատժամիջոցների փորձերը միայն խաթարում են համաշխարհային տնտեսության կայունությունը, իսկ Եվրամիության հասցեին էլ հնչեց զգուշացում։ Ռուսական ակտիվների հետ կապված ցանկացած գործողություն առանց Ռուսաստանի համաձայնության անվավեր է միջազգային եւ պայմանագրային իրավունքի տեսանկյունից։ Բրյուսելի կողմից ցանկացած բռնագրավման նախաձեռնություն կհանգեցնի երաշխավորված ցավոտ արձագանքի։ Իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ավելի հեռու գնաց, ընդունված որոշումները Ռուսաստանի դեմ պատերազմի ակտ որակելով։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը սակայն ողջունել է ամերիկյան որոշումը, նշելով, որ Լոնդոնը եւս օրեր առաջ նույն ուղղությամբ էր գործել։ Ուրախ եմ, որ ԱՄՆ-ն միացավ մեզ նույն նավթային ընկերությունների դեմ առարկայական պատժամիջոցներ սահմանելով։ Պուտինը պետք է վճարի իր անտեղի ագրեսիայի դիմաց։ Սպանությունները պետք է հենց հիմա դադարեցվեն։ Այսպիսով Արևմուտքը միավորվում է էներգետիկ ճնշման նոր ալիքի շուրջ, պահանջելով վերջ տալ պատերազմին։ Մինչդեռ Մոսկվան շարունակում է պնդել, որ պատժամիջոցները չեն աշխատում եւ խոստանում է պատասխանել ցավոտ ու վճռական։ Պետական եկամուտների կոմիտեում գործարկվել է աշխատանքային պայմանագրերի կնքման նոր թվային համակարգ։ Այն թույլ է տալիս գործատուներին առցանց ձևակերպել եւ ստորագրել աշխատանքային պայմանագրեր։ Համակարգում կարելի է պատրաստել նաեւ աշխատանքի ընդունման եւ պայմանագրի լուծման հրամաններ։ Փաստաթղթերը հնարավոր է կազմել հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Աշխատողները կարող են մուտք գործել համակարգ իրենց պայմանագրերը դիտելու եւ ստորագրելու համար։